Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Մենք հայերս հացակեր ազգ ենք, գնանք հաց ուտելու արտահայտությունը բնորոշ է միայն հայերիս, բայց ինչ հաց ենք ուտում։ Վնաս թե օգուտ մեր առողջությանը։ Բացասական ազդեցությունը մեր առողջության վրա ելի ավելի բարձր է սպիտակ հացի օգտագործման դեպքում։ Այդ ազդխեժերը ցավոք սրտի հետո վերափոխվելու են ճարպի եւ կուտակվելու են, այսպիսով մարդը ուղղակի գիրանալու է այդ հացը օգտագործելու հետևանքով։ Լավաշը տարբերվում է սպիտակ հացից, ասենք բուխանկայից, մատնաքաշից։ Ամբողջահատիկ հացը կյանքում այդպես թեթև չի կարող լինել, ինչպես այդ սերի հացերն են, այսինքն եթե տեսնում եք, որ հացը կասկածելիորեն շատ թեթև է, դա էլ կարող է լինել ցուցանիշ, որպեսզի իմանանք, որ հացը ուղղակի ներկված է ցավոք սրտի։ Առողջապսերում հացը տեղ ունի, որն է օգտակար հացը, վերջապես խոսենք։ Դե խմբի վիտամիններ, ցինկ, մագնեզիում, երկաթ, այդ ամբողջը պարունակվում են ամբողջահատիկ հացի մեջ։ Միֆ չէ, որ ամբողջահատիկ հացը օգնում է կարգավորել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Հաճախ նիհարողներին խորհուրդ եմ տալի թեփով հաց օգտագործել, քանի որ ինքը ավելի հագեցնող է, ավելի երկար է մեզ, այսպես ասած, հագեցած պահում եւ մենք անընդհատ ուտելու ցանկություն չենք ունենում։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Մենք հայերս հացակեր ազգ ենք, գնանք հաց ուտելու արտահայտությունը բնորոշ է միայն հայերիս, բայց ինչ հաց ենք ուտում։ Վնաս թե օգուտ մեր առողջությանը։ Հացի տեսակների, բաղադրության, հնարավոր վնասի եւ օգուտի մասին կզրուցենք բժիշկ սննդաբան Անահիտ Գևորգյանի հետ։ Ողջույն Անահիտ։ Բարև ձեզ Կարինե ջան։ Շնորհակալ եմ հրավերը չմերժելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսելու ենք հանապազորյա հացի մասին, առանց որի դժվար է պատկերացնել հայկական սեղանները, եւ սկսենք թերևս Հայաստանում խանութներում ամենամեծ սպառումն ապահովող սպիտակ հացից։ Ինչ հաց է ուտում։ Ճիշտ է, Կարինե ջան, ավելի շատ սպառում ունի հիմա սպիտակ հացը, այսինքն թորենի առաջի տեսակի ալյուրից պատրաստված հացը, որում չկան ցավոք սրտի այն շատ օգտակար նյութերը, որոնք պարունակվում են իրականում թորենի հենց թաղանթի մեջ։ Շատ ավելի համեղ է սպիտակ հացը, շատ ավելի մատչելի երևի թե, դրա համար էլ սպառումը այդքան ավելի շատ է, բայց հիմա կանդրադառնանք իհարկե թե ինչու օգտակար նյութեր այդքան չեն պարունակվում սպիտակ հացի մեջ եւ հակառակը կալորիականությունը բավականին բարձր է, բացասական ազդեցությունը մեր առողջության վրա ելի ավելի բարձր է սպիտակ հացի օգտագործման դեպքում։ Ուրեմն ասենք կալորիականությունը սպիտակ հացի, նաև նշենք, թե ինչ վնաս կարող է հասցնել օրգանիզմին։ Միանշանակ, Կարինե ջան, ուրեմն ամբողջահատիկ հացը եւ սպիտակ հացը իրականում բավականին մոտ են կալորիականությամբ, այսինքն եթե զուտ խոսենք նույն քաշի սպիտակ եւ ամբողջահատիկ հացի մասին, դրանք հիմնականում ունեն նույն կալորիականությունը, բայց այնտեղ կան շատ նյուանսներ։ Նախ սպիտակ հացը մենք կարող ենք ավելի մեծ քանակով օգտագործել, քան ամբողջահատիկը, քանի որ հագեցման զգացողություն այն մեր մոտ գրեթե չի առաջացնում։ Հետո սպիտակ հացը նաև ունի ավելի բարձր գլիկեմիկ ինդեքս, այսինքն արյան մեջ գլյուկոզան բարձրացնում է շատ ավելի արագ ու ավելի բարձր թվերի, քան ամբողջահատիկ հացը։ Հաջորդը, որ կնշեմ, սպիտակ հացը հանդիսանում է դատարկ կալորիաներ, այսինքն այն բոլոր վիտամինները, միներալները, որոնք պարունակվում են ցորենի թաղանթի մեջ, մաքրված են այդ վիտամիններից եւ միներալներից եւ ցավոք սրտի մենք ունենք ուղղակի դատարկ ածխաջուր, օսլա, այսինքն դատարկ կալորիաներ։ Այդ ածխաջրերը ցավոք սրտի հետո վերափոխվելու են ճարպի եւ կուտակվելու են, այսպիսով մարդը ուղղակի գիրանալու է այդ հացը օգտագործելու հետևանքով։ Իսկ լավաշը տարբերվում է սպիտակ հացից, ասենք բուխանկայից, մատնաքաշից, այն որ խանութից գնում են մարդիկ։ Իրականում լավաշը բաղադրիչներով գրեթե նույնն է, ինչ որ սպիտակ հացը, այսինքն էլի սպիտակ ալյուրից է պատրաստված, ինչ որ չափով խմորիչ է նրանում օգտագործվում, սակայն նախ լավաշը ավելի քիչ բաղադրիչներ է պարունակում, ինչը նշանակում է, որ ավելի քիչ վերամշակված կլինի, շաքարներ չի պարունակի, կոնսերվանտներ չի պարունակի։ Այս առումով երևի թե կնշեմ որպես լավաշը որպես ավելի լավ տարբերակ, ալտերնատիվ տարբերակ, սակայն էլի շատ օգտագործելու դեպքում նույն էլի սպիտակ ալյուրի հետ ունենք մենք այստեղ խնդիրը, այսինքն մեծ քանակով օգտագործման դեպքում նույն խնդիրները կունենանք նաև լավաշի օգտագործման դեպքում։ Կալորիականությամբ նույնպես երևի թե մոտ են նույնն են, եթե վերցնենք նույն քաշի դեպքում, ուղղակի լավաշը էլի մենք այդ ծավալով չենք կարող, այդ քաշով չենք կարող օգտագործել, քան օրինակ սպիտակ հացը կօգտագործեինք։ Այնպես որ միգուցե ավելի լավ ալտերնատիվ տարբերակ է, բայց միանշանակ առողջ տարբերակը չէ։ Խոսենք անպայման սև հացի մասին, էլի մասսայական սպառման խոսքը սերի կոչվող հացի մասին է, ինչի հետ գործ ունենք։ Ուրեմն հիմա արդեն շատ ուրախ եմ նշել, որ կան առողջ տարբերակներ մեր խանութներում, այսինքն հենց իսկական ամբողջահատիկ հաց, այլ ոչ թե սպիտակ հաց, բայց ավելացրած ինչ-որ ներկանյութեր, քանի որ
Մեծամասամբ այդ նշեցիք մոխրագույն երևի սեռի հացը հիմնականում նույն սպիտակ հացն է, ուղղակի ավելացված են սննդային գունակներ, օրինակ կարամելի ներկանյութը կամ մալատ օրինակ կարող է օգտագործվել, եթե այդ բաղադրիչը տեսնեք հացի բաղադրության մեջ, նշանակում է ուղղակի ներկված է, քանի որ ամբողջահատիկ հացը կյանքում այդպես թեթև չի կարող լինել, ինչպես այդ սեռի հացերն են, այսինքն եթե տեսնում եք, որ հացը կասկածելիորեն շատ թեթև է, դա էլ կարող է լինել ցուցանիշ, որպեսզի իմանանք, որ հացը ուղղակի ներկված է ցավոք սրտի, այլ ոչ թե ամբողջահատիկ է։ Առողջ ապսեում հացը տեղ ունի, որն է օգտակար հացը, վերջապես խոսենք, որն է այդ ամբողջահատիկ հացը։ Միանշանակ հացը կարևոր տեղ ունի մեր ռացիոնում, թե պատմականորեն, թե չգիտեմ, ճաշակի հարց է երևի թե, բայց հայի սննդակարգը առանց հացի ոչ մեկ չի պատկերացնում, բժիշկները այդ թվում նույնպես, եւ իսպառ պետք չէ հացը վերացնել մեր սննդակարգից, ուղղակի պետք է ընտրել ճիշտ հաց ու ճիշտ քանակով։ Ճիշտ հաց ասելով նկատի ունեմ ամբողջահատիկ հացը, այսինքն քիչ վերամշակված, որը իր մեջ պարունակում է նաեւ ցորենի թաղանթները, այդպիսով մենք օրվա մեր ռացիոնում կավելացնենք սննդային թելիկները, մանրաթելերը, ինչը խիստ կարևոր է մեր առողջության համար, ինչպես նաև B խմբի վիտամիններ, ցինկ, մագնեզիում, երկաթ, այդ ամբողջը պարունակվում են ամբողջահատիկ հացի մեջ, այսինքն բնավ պետք չէ մեզ զրկել այս օգտակար նյութերից։ Սակայն պետք է չափավորենք իհարկե, այսինքն օրվա մեջ, եթե վերցնում ենք ամբողջահատիկ հաց, մոտավորապես 2-3 կտոր, այսինքն ամեն սննդընդունման հետ 1 կտոր օգտագործելը բնավ չի վնասի ոչ մեկիս։ Միֆ չէ, որ ամբողջահատիկ հացը օգնում է կարգավորել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ Իրականում միֆ չէ, Կարինե ջան, շատ ճիշտ նշեցիք, քանի որ այն մանրաթելերը, որոնք պարունակվում են ամբողջահատիկ հացի մեջ, սպունգի նման մեր աղեստամոքսային համակարգից ներծծում է խոլեստերինը։ Այսինքն ներծծում է եւ դուրս է բերում, այդպիսով իհարկե նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բոլոր բանջարեղենը, այդ թվում նաեւ ամբողջահատիկ հացը, որը պարունակում է մանրաթելեր։ Այսպիսով խոսելով նյութափոխանակության մասին, մենք եկանք այն եզրահանգման, որ սպիտակ հացը վնասում է օրգանիզմի նյութափոխանակությանը, այն դեպքում, որ ամբողջահատիկ հացը կարգավորում է նյութափոխանակությունը, աղիների միկրոֆլորայի վրա շատ լավ է անդրադառնում։ Այս շատ ճիշտ կետ նշեցիք։ Բոլորս գիտենք, որ մեր աղիներում ապրում են օգտակար միկրոբներ, որոնք մեզ օգնում են մարսողության, իմունիտետի տարբեր հարցերով, եւ այդ սննդային թելիկները այդ միկրոբների համար հանդիսանում են սննդի աղբյուր։ Այսինքն մենք այդ ամբողջահատիկ հացի մանրաթելերով սնում ենք մեր աղու օգտակար բակտերիաներին, ինչը չեն կարող նշել սպիտակ հացի դեպքում։ Ինչպես նաեւ ամբողջահատիկ հացը օգնում է մեր աղիների արագ դատարկմանը, իսկ երբ որ սնունդը երկար չի մնում աղու մեջ, բնականաբար դա ավելի ձեռնտու է մեր օրգանիզմի համար եւ այդ բակտերիաների առողջության համար։ Այսինքն ամբողջահատիկ հացը իհարկե օգնում է մեզ մեր ճիշտ միկրոբների ձևավորման հարցում եւ աղիների առողջության համար նույնպես։ Շատ լավ։ Հիմա հասկանանք, թե առողջ ապսեում ինչ տեղ է զբաղեցնում ամբողջահատիկ հացը, հաշվի առնելով, որ մենք այլ ածխաջրեր նույնպես ստանում ենք օրվա ընթացքում։ Բարդ ածխաջրերի մասին է խոսքը։ Առհասարակ առողջ ապսեի գիտենք, որ ուղիղ կեսը պետք է լինի ածխաջրերը եւ դրանց մեծամասնությունը պետք է լինեն բանջարեղենը կամ օրինակ շատ թաղանթանյութ պարունակող սննդամթերքը, ինչպիսիք է օրինակ ամբողջահատիկ հացը, քանի որ շատ մանրաթելեր է պարունակում։ Այսինքն առողջ ապսեում 1 կտոր ամբողջահատիկ հացը չի խանգարի ընդհանրապես եւ շատ կարեւոր է եւ շատ օգտակար ընդունել օրական բոլոր սննդի ընդունումների ժամանակ։ Նիհարողները պետք է բացառել հացը իրենց սննդակարգից։ Ես առհասարակ նիհարողներին չեմ պարտադրում որևիցե մթերք բացառել իրենց սննդակարգից, քանի որ հիմա արդեն բազմաթիվ գիտնականներ տարբեր փորձեր ապացուցեցին, որ նիհարելու համար կարևոր է կալորիական դեֆիցիտը, այսինքն ընդհանրապես պետք է այդ հացի կալորիականությունը ուղղակի ընդգրկել մեր այդ դեֆիցիտ կալորիաների շրջանակներում, պետք չի մեզ զրկել այդ կարևոր B խմբի վիտամիններից, որոնք մեր նյարդային համակարգի սրտի առողջության համար այդքան կարևոր դեր ունեն։ Խանութներում վաճառվում են թեփով հաց։ Հասկանանք թեփի օգտակարության մասին եւ սա տարբերվում է ամբողջահատիկ հացից։ Նախ հասկանանք ինչ է թեփը։ Թեփը դա այդ ցորենի սերմի արտաքին շերտն է, որը իր մեջ պարունակում է այդքան կարևոր վիտամիններն ու միներալները։ Իհարկե իդեալական կլիներ այդ թեփը մենք որպեսզի ստանայինք ամբողջահատիկ հացի մեջ, այսինքն օսլան ամբողջապես շրջապատված լիներ այդ թեփով։ Սակայն էլի ինչ-որ չափով թեփը երբ որ ավելացվում է սպիտակ ալյուրին, նրա մեջ ավելացնում է թելիկների քանակը, մանրաթելերի քանակը եւ մի փոքր նաեւ վիտամինների քանակը, բայց ցավոք սա նույնը չէ ինչ որ ամբողջահատիկ հացը եւ նույն առավելությունները մենք չենք կարող ստանալ թեփով հացից։ Թեփի մասին եթե առանձին խոսենք, կան մարդիկ, ովքեր գնում են խանութներից եւ ավելացնում կերակուրների մեջ։ Խորհուրդ տալիս եք։
օգտակար է։ Միանշանակ կարող եք, քանի որ էլի պարունակում է շատ վիտամիններ ու մանրաթելերի քանակը ինչքան շատ է մեր սննդակարգում, այդքան ավելի լավ մեր առողջության համար։ Նախ նշեցի, որ B խմբի վիտամիններ մեծ քանակով պարունակվում են հենց թեփի մեջ եւ այլ սննդատեսակներից միգուցե ավելի դժվար կլինի ստանալ հենց B խմբի վիտամինները, որոնք խիստ կարեւոր են նախ մեր նյարդային համակարգի առողջության համար, սիրտանոթային համակարգի առողջության համար, առհասարակ նյութափոխանակային պրոցեսների, ածխաջրերի նորմալ փոխանակության համար, ինչպես նաև բազմաթիվ միկրոէլեմենտներ է պարունակվում թեփի մեջ, ինչպիսիք են ցինկը, մագնեզիումը, երկաթը, բոլորիս է հայտնի է, որ սա շատ կարևոր է մեր արյունաստեղծ համակարգի համար, իմուն համակարգի համար, դե իհարկե ոսկրերի ամրության համար, առողջ քնի ու առողջ նյարդային համակարգի համար խիստ կարևոր նյութեր։ Իսկ ինչ վերաբերում է թեփով հացի ու սովորական հացի կալորիականության տարբերությունների մեջ, հաճախ նիհարողներին խորհուրդ եմ տալի թեփով հաց օգտագործել, քանի որ ինքը ավելի հագեցնող է, ավելի երկար է մեզ, այսպես ասած, հագեցած պահում եւ մենք անընդհատ ուտելու ցանկություն չենք ունենում, այնպես որ միանշանակ թեփը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա սննդակարգում ներգրավելու դեպքում։ Անդրադառնանք խմորիչներին եւ թթխմորին մասնավորապես, որն է ավելի օգտակար եւ ինչ տարբերություններ կան։ Երկուսն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը։ Հիմա ավելի շատ տարածված է երևի թե խմորիչով պատրաստված հացերը, քանի որ նախ ավելի արագ է լինում այդ խմորման process-ները, արտադրության մեջ էլ է ավելի ձեռնտու օգտագործել խմորիչը։ Խմորիչներն ինչ են? Դրանք սնկեր են, որոնց ֆերմենտացիայի ընթացքում անջատվում են գազեր եւ մեր հացին տալիս են այդ փափուկ թեթև համեղ տեսքը։ Բացասական ազդեցությունը այն է, որ կարող է մարսողական խնդիրներ առաջացնել մեր մոտ, քանի որ այդ գազերը, որոնք անջատվում են, հնարավոր են մարդկանց մոտ առաջացնեն վքնածություն, տհաճ զգացողություններ ուտելուց հետո, այդ ուռածության զգացողությունը, որ ունենում ենք սննդի ընդունման ժամանակ, մի փոքր ավելի դժվարամարս են, քան թթխմորով պատրաստված հացերը։ Թթխմորները դրանք օգտակար բակտերիաներ են, որոնք նույնպես խմորը ենթարկում են ֆերմենտացիայի, անջատվում են էլի գազեր, սակայն այս հացերն ունեն ավելի մի փոքր ծանր, այսպիսի ավելի թթվաշ համ եւ ոչ բոլորի քիմքին է, այսպես ասած, ծանոթ, բայց իրանք ավելի հեշտ են մարսվում, այդ վքնածությունն ավելի քիչ են առաջացնում, քանի որ իրենց մեջ առկա արդեն իսկ այդ օգտակար բակտերիաները օգտվում են հացի մարսման համար եւ նաեւ մեր աղիների միկրոֆլորան են առողջացնում ավելի։ Դրա համար ավելի նպատակահարմար է երևի թե կիրառել թթխմորով հացը, գիտեմ մի փոքր ավելի թանկ է, միգուցե ավելի դժվար է պատրաստելու process-ը, բայց եթե բոլորս էլ կարող ենք մեր համար հոբի սարքել, այսպես ասած, այդ հաց պատրաստելը, հաստատ այդ թթխմորով հացը ավելի երկար մեզ հագեցած կպահի եւ տհաճ մարսողական երևույթներ չեն առաջանա։ Բիոհացի եւ սերմերով հացի մասին եկեք խոսենք, ինչ է իրենից ներկայացնում բիոհացը, հա մենք այստեղ օրգանիկ հացի հետ գործ ունենք եւ սերմերի մասով ինչ պետք է ասել։ Ցանկացած սննդամթերքի արտադրանքի վրա որ բիո պիտակը տեսնում ենք, նշանակում է, որ բաղադրիչները, որոնք օգտագործվել են տվյալ հացի պատրաստման մեջ, չեն ենթարկվել շատ վերամշակման, չգիտեմ, պարարտանյութերի ազդեցության, պեստիցիդների ազդեցության եւ ավելի մաքուր բաղադրություն ունեն։ Այսինքն բնականաբար, եթե իրոք բիոարտադրանք է, միանշանակ արժի ընտրել հենց այդ արտադրանքը, լինի հաց, թե լինի, չգիտեմ, ուրիշ մթերք։ Բայց ունենք երաշխիք, որ այստեղ ամբողջահատիկ հաց է, բիոհացը, ոչ թե սպիտակ։ Չէ, միանշանակ կարող է սպիտակ հաց լինել, բայց լինել բիոհաց, այնպես որ բիոն դա օգտակարությունը ջախջախվեց միանգամից։ Միանշանակ։ Ինչ վերաբերում է սերմերին, այո։ Ինչ վերաբերում է սերմերին, սերմերը միանշանակ շատ առողջ սննդամթերքներ են, որոնք մենք կարող ենք ներգրավել մեր սննդակարգում, պարունակում են շատ օմեգա ճարպաթթուներ, որոնք էսենցիալ են մեր առողջության համար։ Այսինքն, էլի, եթե ավելացրած է սերմեր հացերին, դրանք ավելի օգտակար տարբերակ են, բայց պետք է նաև հիշենք, որ ավելի կալորիական են լինելու այս դեպքում։ Եվ շատ նորաձև դարձած առանց գլյուտենի հացի մասին խոսենք, գլյուտենի առհասարակ եւ որքանով է դա ցուցված բոլորի ընդունելի բոլորի համար։ Իրականում շատ ուրախ եմ, որ Հայաստանում առանց գլյուտեն արտադրանքը արդեն այդքան մատչելի ու հասանելի է սպառողին, քանի որ գլյուտենային անտանելիությունը ցելիակիա կոչվող հիվանդությունը բավականին ծանր ընթացքով աուտոիմուն հիվանդություն է եւ այս մարդիկ ուղղակի չունեին այլ ընտրանք։ Եվ հա, իրոք, կամ պետքա չուտեին ցանկացած հացից, հաց, չգիտեմ, մակարոնեղեն, քանի որ ուտելու դեպքում իրենց մոտ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Այս դեպքում շատ ուրախ եմ, որ կան ալտերնատիվ տարբերակներ, օրինակ, չգիտեմ, հնդկածավալի ալյուրից պատրաստված հացերը, բրինձի ալյուրից պատրաստված հացերը, որոնց մեջ չկան գլյուտեն, եւ այս մարդիկ կարող են հանգիստ կիրառել Բայց եթե մարդը չունի գլյուտենային անտանելիություն, ցելիակիա կոչվող հիվանդությունը, միանշանակ արդարացված չեմ համարում օգտագործել գլյուտեն-ֆրի արտադրանքը, քանի որ այդ արտադրանքը համեղ դարձնելու համար երբեմն շատ հավելումներ են ավելացնում,
եւ բնականաբար ոչ մեկից պետք չի ավելորդ հավելումներ ընդունել։ Եվ վերջում որպես ամփոփում ձեր խորհուրդը ինչ հաց ընտրել եւ ինչու։ Կարինե ջան, միանշանակ խորհուրդ եմ տալիս ամբողջահատիկ ցորենի ալյուրից պատրաստված հաց, բաղադրիչների մեջ պետք է մարդիկ անպայման ուսումնասիրեն եւ հենց առաջի բաղադրիչը պետք է լինի ամբողջահատիկ ցորենի ալյուրը։ Հացը շատ հարուստ է լինելու վիտամիններով, միներալներով, շուտ եք հագենալու այս հացից եւ չեք ունենալու նյութափոխանակային բացասական ինչ-որ փոփոխություններ հացի հետ կապված։ Շնորհակալություն Անահիտ ինֆորմատիվ զրույցի համար։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ Կարինե ջան, որ ինձ հնարավորություն տվեցիք մի քիչ կիսվել իմ գիտելիքներով։ Նորեն համեցեք։ Տիրապետեք ինֆորմացիայի ուժին, տարբերեք միֆը ձեր առողջության մասին, իսկ ինֆորմացիան մի բան է, որը կիսվելուց չի պակասում։ Կիսվեք այս ինֆորմացիայով ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն նաև Յասաման ռեստորանին, ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի։ Համեցեք Յասաման Ծաղկաձորում, Սևանում եւ Երևանում։ Մինչ հանդիպում։